Գյուղը միգրացիան շատ է։ Ես հարևաններից մի տունա, որ Մոսկվայում պեն չունեն, խոխա չունեն, տարբեր տեղեր էլի։ Սաղ են դուս եկած քեսեն, ես դիմացի հարևանին 7 երեխա ունի, 7-ից 5-ը նեղ են ապրում։ Տհենց։ Սեզոնային են գնում։ Չէ, հիմնական լյակյացալ են, որ գործ չկա, տհենց մոնում են իրենց էտի ապրում։ Դուք տեղյակ եք, որ պետք է հարաքվել լինի, հա, խոշորացվեն համայնքները, նաև ձեր Դե էտա լսել եմ։ Ինչ կարծիք ունեք, դուք ոնց եք պատրաստվում։ Դե հիշ գիտեմ։ Մեզանից ինչ է կախված, իրենք ոնց ոզեն են ցելոնիլու են էլի։ Մաքել ենթարկվող մարդիկ եք։ Եթե հիշ գիտեմ, սենց շարունակվի գույմ թե էլի շատ մարդ կքինե։ Ստե հələ հեսե ես, օրինակ ես սրտանց կուզեմ կամ իմ թորնիկներից պահեմ, իմ հարսերս աշխատեն։ Ասեք մինակ խորցավը գործը չի դիզվում, էլի ասեք հարսերը տանեն, ես էլ ստե 40,000 աշխատավարձ եմ ստանում, իսկ ձեր կատան, որ ես իմ թորնիկներից պահեմ։ Ես էլ տենց եմ մտածում, դեղատան եմ աշխատում։ Հա։ Այդքան ամսական աշխատանք։ Ահա, դե հիմա բարձրացրել են 50 են սարքել, հեսա քանի ամիսա, բայց ընդհանուր դա գոշ չի էլի, ոնց որ ասած, մեզ նորմալ ապրելու համար դա փող չի։ Հիմա ձեր ամուսինը Ռուսաստանում է, երեխաները։ Ահա, քյացերա երեխաներին տեսնակ եք է։ Դուք միայնակ եք այս պահին։ Տատիկի հետ։